Շնորհակալություն։ Բավարժան դատարան։ Նախ իսկապես ես ուզում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ ազատությունից զրկվելուն, անդրադառնալ Սրբազանի, Բագրատ Սրբազանի խոսքերին, քեզ կա։ Ես իմ հոգում, նաև մտքում, նաև գործողություններիս մեջ, որովհետև ես ոչ մի մեղք չեմ գործել, որով վախենամ ազատության զրկումից։ Ես պայքարել եմ իմ հայրենիքի համար, իմ ազգի համար, իմ Աստծու համար, մեր Աստծու համար, մեր հավատքի համար, մեր եկեղեցու համար, ազատ եմ ինչպես թռչունը։ Ես բանտում կլինեմ, թե դրսում կլինեմ, ինձ համար այդքան էական չի, կարևորը ես ինքս ինձ ազատ զգամ։ Ազատ զգամ նայելու իմ զավակների աչքերին, իմ ժողովրդին։ Եվ չեմ կաշկանդում։ Ինչ վերաբերվում է խափանման միջոցի փոփոխմանը առկա ռիսկերի։ Ռիսկ հասկացողությունը միգուցե կա, բայց ոչ այն մասով, որ այստեղ քննվում է, որ կարող է ես դուրս գամ ազատության մեջ, չգիտեմ, ավելի լայն շրջանակներում և ահաբեկչություն կատարեմ կամ իշխանազավթում իրականացնեմ, ոչ դրանց մասով։ Ռիսկ կա ինչպես 2000 կամ 1990 թվականից, իսկ 2000 թվականից հետո ռիսկ կա, որ կարող եմ խոչընդոտել այսօրվա իշխանություններին երկիրը, այսպես ասած, թուրքերի տակ մտցնելու համար։ Ռիսկ կար 2024 թվականին, դեռ հունվարին, դրանից առաջ 2023-ի սեպտեմբերից սկսած, երբ որ խոսվում էր հայկական գյուղերը, ճանապարհները, բարձունքները թշնամուն տալու։ Ռիսկ կար 24 թվականին մինչև մայիս ամիսը սահմանային այդ սահմանազատման արդյունքում իրանցի ոսկեպարի տարածքները հանձնելու, երբ որ ստեղծվեց Սրբազան շարժումը մեր սիրելի Բագրատ Սրբազանի գլխավորության վայում։ Ռիսկ կար և այդ ռիսկը այսպես ասեմ ինչ-որտեղ արդարացված էր, որովհետև մայիսին չկարողացան այդ իրանցի սահմանները, այսպես ասած, զորքով գնալ, սահմաններ դնել և հայկական հողերից տալ թշնամուն։ Եվ հակառակը չեղավ։ Հայկական հողերը, որ գտնվում էին թշնամու տարածքում, նրանք հետ վերցնել։ Ռիսկ կար։ Դրա համար 24 թվականի մայիսի 9-ը բերեց նրան, որ իրենց ծրագրերը խոչընդոտվեցին և հետ շպրտվեցին մի քանի ամիս առնվազն։ Ռիսկ կար, որ Սյունիքի այս սահմանները, այս միջանցք հասկացողությունը, որ հիմա թրիպ են ասում, չգիտեմ, անուններ են տալիս, ռիսկ կար, որ այդ տարածքները, ճանապարհները տալու են Թուրքին և շուտափույթ են տալու և դեռ մինչև այդ մեր հարգարժան, մեր սիրելի Սրբազանը դեռ մինչև այդ էր ասում էր սրանք տալու են, հողերը տալու են և 2 ամիս առաջ մեզ ձերբակալեցին, որովհետև վտանգ էին զգում, ռիսկ էին զգում, որ կարող են
էլի ժողովրդային շարժումը սկսվի, կանգնեն եւ չթողեն իրենց գործարքը կատարվի։ Եվ դա եղավ օգոստոսի 8-ին, ընդամենը 2 ամիս հետո։ Հիմա էլ ռիսկ կա, որ այս ընտրություններում մեր կողմից խոչընդոտներ կլինեն, քաղաքական, որ գործընկերս ասում է ինձ եւ Իգոր Սարգսյանին, Արթուր Սարգսյանը ասում է ինձ եւ Իգոր Սարգսյանին, դա նկատի, որ մենք քաղաքականությունով զբաղվում ենք եւ ռիսկ կա, որ եթե դուրս գանք այս տնային կալանքից, հնարավոր է քաղաքական մեր գործունեությունը ծավալենք, դրանով ռիսկ պարունակի իրենց համար։ Դա է այս ամբողջը քաղաքական process-ը։ Բայց ես միևնույն ժամանակ ուզում եմ մեզ բոլորիս, մեր ժողովրդին ասել հետևյալը։ Վերջապես մի քանի ամիս առաջ ես ասում էի պատմությունից դաս քաղելու մասին, Պերզորի անապատների մասին։ Ինչ եղավ։ Թուրքերը Արևմտյան Հայաստանում հայկական հարցը լուծեցին։ Ինչ կեր։ Բնաջնջելով, ցեղասպանելով, դուրս, այսպես ասած, երկրից հանելով ժողովրդի մյուս մասին եւ երրորդ մասը, որ մնաց Արևմտյան Հայաստանում, հավատափոխ արեցին, այսինքն քրիստոնեությունը դրեցին մի կողմ, մուսուլմանություն ընդունեցին, որպեսզի փրկվեն։ Այսօր այս ամբողջը այս թելի պես գալիս է։ Արցախը ժողովրդին ցեղասպանեցին, տեղահանեցին, հաջորդ փուլը հավատքը ոչնչացնելն է, եկեղեցու դեմ գնալը։ Հիմա այդ process-ն է գնում ոչ միայն Արցախում, այլ եկել է արդեն Հայաստանում։ Հայաստան դրա համար է եկեղեցու նկատմամբ այսպիսի ոտնձգությունները։ Այստեղ կաթողիկոսի խնդիրը չի։ Կաթողիկոսին պարզապես վերցրել են, ով էլ լիներ կաթողիկոսի տեղում, Գարեգին Սրբազանի տեղում, նույն ճակատագրին էր արժանանալու, որովհետև թուրքական փորձված մեթոդը, ինչպես Արևմտյան Հայաստանում արեցին, նա կիրառում են հիմա Արևելյան Հայաստանում, մեստեղ։ Դրա համար մեր եկեղեցուն այսօր քարկոծում են, ներսից են փորձում քանդել, դրսից են փորձում քանդել, Փաշազադեներն են այդ անում եւ Փաշազադեների ու Ալիևների թելադրանքով այսօրվա իշխանությունները։ Ուստի այսօր այսքան բանի մեջ նամանավանդ, որ մեր հայրենակիցները, իմ ընկերները Բաքվի բերթերում են եւ ցմահ բանտարկության են, ուրեմն դատապարտված։ Անիմաստ է խոսել տնային կալանքի, չգիտեմ, դերացնելու, փաստաբաններ են, պաշտպաններ են, բնականաբար process-ը գնում, իրանք պետք է ներկայացնեն։ Ես ազատ եմ եւ ձեզ եմ ազատություն, այսպես կներեք ասելու, ազատություն տալիս որոշելու ինչ կլինի իմ հետագան։ Բայց վստահ ասում եմ, երբեք որից մեկը չի կարող մեզանից խլել մեր Աստծուն, մեզ էլ մեր Աստծուց։ Եվ մեր հավատքը հայ առաքելական եկեղեցու մայրաթոռը լինելու է Հայաստանում, ամբողջ ազգը աշխարհասփյուռ հավաքվելու է այդ եկեղեցու շուրջ։ Ուստի է շնորհակալություն։